Բարև բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել, FM 106 և կես հաճախությամբ իր աշխատանքն է շարունակում Թարմուղեղով հաղորդաշարը, տաղավարում աշխատում է Հայկո Հիմնասյանը, հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Տիգրան Հակոբյանն է, շարունակում ենք թողարկումը, նախորդ հատվածում խոսում էինք Սփյուռքի նախարարության կատարված ֆունկցիաների մասին, արդյոք անհրաժեշտ է մեզ թե ոչ, այս պահին մի փոքր երևի կանդրադառնանք ընտրությունների արդյունքներին։ Պարոն Հակոբյան, իմ համար ամենահետաքրքիրը հետևյալն էր, որ գրեթե բոլոր մարզերում հայկական վերածնունդ կուսակցությունը կամ նախկին օրինաց երկիր գրեթե երրորդ տեղն էր զբաղեցնում։ Եվ այսպիսի մի հարց է մոտս առաջանում։ Մենք փաստորեն հասարակությունը կամ հանրապետական կուսակցությունները առաջի տեղերում, այսինքն այն կուսակցությունները երկար տարիներ իշխանության եկած այն ուժերը, որոնց իշխանության պատճառով է հասարակությունը դժգոհ։ Մենք ուզում ենք, հասարակությունը ուզում է փոփոխություններ առանց իր կառավարիչներին, մենեջերներին փոխելու։ Սա ինչի հետևանք է, այսինքն ձեր կարծիքով սա այստեղ համար առաջի խնդիրը ընտրակաշարքն է, թե այն տրայբալիստական հասարակությունը, որ մենք ունենք, ցեղական, եղբայրական կապերով միևնույն է շարունակելու այդ ընտրական գործընթացը, ձեր կարծիքով որն է։ Շատ լավ ասեցիք, մի քանի գործոն դուք նշեցիք, կան տասնյակ գործոններ, որոնք ազդում են ընտրությունների արդյունքների, այսինքն ընտրազանգվածի կողմնորոշման վրա։ Գիտեք, մարդիկ իհարկե ուզում են փոփոխություններ։ Մի գյուղապետ էլ ասեցին, ուզում էր բանաներ, վիճարկել արդյունքները, բայց ասեց ինձ, այսպես էլ ասեցին, ինձ պալոշ չի, հա, ես այդ տղեն չեմ, որ բանան եմ, վերաքննության դնեմ։ Եվ չես հասկանում, էլի, հետո այդ գյուղերի վիճակներն ես նայում։ Ինչպես է այսպես ստացվում, այսքան փոքր երկրում Երևանից, չգիտեմ, 20 կիլոմետր հեռու, ոնց է այդ քարի դարը պահպանվել։ Մենք արխայիկ հասարակությունն ենք, մենք չպետք է մոռանանք դրա մասին եւ արխայիկ են բոլոր հասարակությունները այս տարածաշրջանում։ Նույնը գրեթե Վրաստանում է, որը վերջին միայն տարիներին սկսեց զարգանալ այդ գյուղական համայնքները, նույնը Ադրբեջանում է, նույնը Թուրքիայում է, այսինքն մեգապոլիսները մեծ կամ մայրքաղաքները էականորեն տարբերվում են իրենց բարքերով, իրենց կենցաղով, իրենց մտածելակերպով, կրթական, համակարգով շրջաններից։ Մենք չպետք է զարմանանք, որ մենք արխայիկ պետություն ենք եւ շատ ժամանակ այն ինչը մեր առավելություններից ենք համարում եւ հպարտանում ենք, ասում եք տեսեք ոնց է, հենց բաղկացած այդ արխայիկ մտածողությունների վրա, որ մենք շատ հյուրասեր ենք, որ մենք հարգում ենք մեծերին, որ մենք միշտ իրար սկսում ենք օգնել, հա, որ մենք իրար հասնում ենք, որ ոչ մեկ Հայաստանում սովիտ չի մահանա, որ Հայաստանում օրինակ ծերանոցներ չկան, իսկ Միացյալ Նահանգներում կան, իսկ Ֆրանսիայում կան, հասկանում եք, այսինքն անկետերը, որոնք մենք առանձնացնում ենք, դե հենց իսկ Չեչնիայում օրինակ ծերանոցներ չկան, բայց դա նորից արխայիկ այդ մտածելակերպի ոչ զարգացած հասարակության չափորոշիչներից մեկն է։ Այդ պատճառով զարմանալ պետք չի, բայց նույնիսկ այդ արխայիկ մարդիկ, հա, նրանք փոփոխություններ են ցանկանում, բայց նրանք շատ պրագմատիկ են։ Նրանք շատ լավ հասկանում են, ով կարող է իրականացնել այդ փոփոխությունները։ Եթե նրանք վտանգ են տեսնում այն մարդկանց մեջ, որոնք այդ փոփոխությունները չեն իրականացնի, հա, եթե նրանք չեն վստահում իրենց, նրանք իրենց ձայն չեն տա։ Չմոռանանք, որ այդ մարդիկ, այդ ժողովուրդը, այդ նրանցակվածը մի քանի անգամ ձայն է տվել ընդդիմադիր կուսակցություններին, որոնք չեն կարողացել պահպանել ձայները, որոնք նույն հետընտրական process-ները նույն ձև արդարացրել են, հա, այսօր էլի ես կուսակցություններից մեկի անունը չեմ ուզում տամ, պարտված հայտարարություն եմ կարծում, նրանք նորից մեղադրում են բոլորին, բացի իրենցից, հասկանում եք, իսկ հաղթում է այն կուսակցությունը կամ այն քաղաքական ուժը, որը բացի ադմինիստրատիվ ռեսուրսներից, բացի ընտրակաշարքից, գիտեք, ընտրակաշարքը արդարացման պանացեաներից մեկն է դարել Հայաստանում, հավատացում եմ ձեզ մարդ, որը տասնյակ ընտրություններին մասնակցել է, որը բազմաթիվ ինֆորմացիա ունի այդ մասին, հա, ընտրակաշարքը հասնում է կամ բաժանվում է, հասնում է ընտրազանգվածի գործող արդեն, հա, եկող, որոնք քվեարկում են 5-7 մաքսիմում տոկոսի վրա։ Այսինքն այդ եւ դա բաժանվում է, ես չեմ ասում, դա հասնում է իր նպատակին, թե չէ։ Եթե հաշվենք, որ շատերը գումարը վերցնում են եւ իրենց, հա, ընտրությունն են կատարում, այսինքն կարելի է ասել, որ կաշառված այդ ընտրակաշարքով ընտրազանգվածը կազմում է մաքսիմում 3-4%։ Այդ պարագայում խնդիրը կաշառքը չի, խնդիրը նորից եմ կրկնում, հաղթում այն կուսակցությունը, որը բացի վարչական ռեսուրսներից, բացի ընտրակաշարքից, նա նաեւ փորձում է խաղալ ժողովրդի էքսպերտային դաշտում, հասկանում է ժողովրդին, իրենց արխայիկան, իրենց
ոչ գովելի հատկանիշները ժողովուրդը անկատեր այ վերջը մարդիկ անկատեր են հա եւ տեսնել իրանց որ նրանք փոփոխություն են ուզում ժողովրդավարություն են ուզում ազատություններ ուզում չարաչար սխալվում են մարդիկ ուզում են կայունություն հանգիստ աշխատանք հա կանխատեսելի ապագա եւ քանի որ այս իշխանությունները մի քանի բան անվտանգությունը կանխատեսելի քիչ թե ապագան նրանք փորձում են մարդկանց համար ապահովել իսկ այն ուժերը որոնք տասնյակ տարիներ ընդդիմություն են եւ չեն կարողանում հաջողության հասնել մարդիկ միշտ գնում են հաղթողի հետևից հա ավելի վստահի հետևից չնվնվացողի հետևից ուժերի հետևից հա եւ այդ առումով այս ընտրության արդյունքների մեջ որևէ սյուրպրիզ ինձ համար չկար այդպես էլ պետք է լիներ մի հարց եմ ուզում տալ դուք նշեցիք որ մարդիկ ուզում են ավելի ապահով կյանք ավելի լավ կյանք եւ ավելի կայունություն երբ Մասլոուի բուրգը նայում ես հա այդ հերթով շերտերը անվտանգություն սնունդ եւ այլն բարձրագույն աստիճանը ինքնադրսևորումն է որթային միության տարիներին մենք կարծես ապրում էինք կուշտ խոսքը հասարակության մեծ մասը ավելի շատ հավասար քան կուշտ բոլորը կիսակուշտ էին հա բայց բոլորը հավասար էին քիչ թե շատ մարզերում այն վիճակը ինչ որ այսօր ես տեսնում կարոտով հիշում եւ այսպես մենք ունեինք այդ համեմատական կշտությունը եւ տակն էլ համեմատաբար չոր էր սակայն մարդիկ ձեր սերունդը անկախություն ցանկացավ այսօր այդ ձեր սերնդի արդեն մի փոքր ավելի մեծ ներկայացուցիչները ասում են չէ մենք ուզում ենք կուշտ լինենք այսինքն այսպես կշտությունը մարդկանց մոտ բխեցրեց անկախության ցանկություն հիմա երբ անկախ ենք արդեն ասում ենք ոչ մենք բանկային միություն կմտնենք որ միություն պետք լինի կմտնենք որոշ մարդիկ համաձայն են խաղաղապահներ կան այսինքն այն անկախության սուվերենության երաշխիքներն էլ հասարակությունը պատրաստ է մի կողմ դնի որպեսզի լավ ապահով կուշտ ապրի ինչպես այսպես ստացվեց եւ հաջորդ ծխթայում ինչ է լինելու մենք մի քիչ հա ճակերտների մեջ կեղծում ենք մեր պատմությունը որովհետեւ շարժումը Հայաստանում սկսեց ոչ որպես անկախության համար շարժում դա սկսեց Ղարաբաղյան շարժում եւ գոնե մեծ տարիքի այսինքն ավակ սերունդի մարդիկ շատ լավ հիշում են որ Հայաստանի ժողովուրդը համաձայն էր մնալ սովետական միությունում եթե Ղարաբաղը մերն է եւ միայն տեսնելով որ այդ սովետական կայսրությունը չի լուծում այդ խնդիրները կամաց ինֆորմացիա լինելով իրանց մեծ ազգային արժանապատվությունը խաղաց եւ նրանք սկսեցին ընկալել անկախության գաղափարները այնպես չի որ 88-ի շարժումը սկսեց որպես անկախության շարժում դա փոքր ուղում եւ խնդիրը կուշտի հարց չէր այսօր էլ կուշտի հարց չի որովհետեւ ի վերջո շարժումների կուսակցությունների անդիմանիր գործողությունների լիդերները նրանք սոված մարդիկ չեն սոված մարդը պայքարի չի դուրս գալիս սոված մարդը այն ամբողջն է որը ընդամենը նյութն է այդ փոփոխությունների հա ինչքան էլ ցինիկ դա հնչի կուշտի խնդիրը չի մարդիկ շատ լավ տեսնում են նաև որ այս երկիրը իր աշխատուժով, իր ժողովրդով, իր ավանդույթներով, պատմությունով շատ ավելի շատի արժանի եւ շատ ավելի շատի կարա հասնի, քան ինքը այսօր ունի։ Սկսել են համեմատել, մարդիկ սկսել են ավելի շատ դուրս գալ, մարդիկ համեմատում են նույնիսկ կողքի Վրաստանի հետ եւ ավելի շատ ոչ թե կուշտի սովածի հարցն է, հա, մենք շատ կնսեմացնենք մեր ժողովրդի, հա, իղձերը, կարծիքները, ավելի շատ արժանապատվության, հավասարության օրենքի առջև խնդիրն է կանգնած այսօր Հայաստանում։ Բայց երբ որ նրանք տեսնում են, որ ուժերը, որոնք կոչում են իրանց նիբադիր եւ որոնք ընդդիմադիր են, որոնք միգուցե անկեղծ լինեն, ուզում են ինչ-որ բան փոփոխել, հա, երբ որ նրանք տեսնում են, որ տարի իրանց խոստումները չեն կատարում, ի վերջո այսպես ասած սպրոսը, հա, պահանջը ոչ միայն իշխանության արժև ալինում կամ հանդեպ ալինում, այն նաև ընդդիմության։ Տարի ելներով նրանք հիասթափվում են, նրանք չեն տեսնում նոր դեմքեր, հա, նրանք չեն տեսնում վստահելի դեմքեր, նրանք տեսնում են հոգնած մարդկանց առաջինը կամ ոչ հավասարակշռված եւ նրանք վախենում են, որ գալով իշխանության այդ մարդիկ, հա, ավելի շատ վնաս կբերեն կամ օգուտ։ Փոքր հաղորդման ընթացքում դժվար է ասել, բայց եկեք չկասկածենք ժողովրդի այդ իմաստությանը։ Նրանք միշտ շատ ճիշտ ընտրություն են անում ելներով իրենց ընտանիքների, իրենց շրջապատի պահանջներից։ Գիտեք ինչ, քաղաքական բաները հա նրանք քաղաքական պայքարի չեն գնում, նրանք քաղաքականությունը չեն հասկանում, սուտ բաներ են։ Իրենց նորից եմ կրկնում, ժողովրդություն, ազատություն, սուտ բաները։ Նրանք ավելի պրագմատիկ պահանջներ ունեն, հա։ Ապահովեք մեզ այս։
եթե դա իսկ դրա ապահովողը ոչ միայն իշխանությունն է, նաև ընդդիմությունն է։ Նրանք նայում են օրինակ ընդդիմադիր պատգամավորների գործունեությանը, որոնք ընդդիմադիր համադաներ են դարել եւ բացի ճառասելուց որևէ բան չեն անում, հասկանում եք։ Խոսքին ժողովուրդը արդեն չի հավատում, հա, իսկ գործողությունների խնդրով նրանք ինչպես են ասում, ավելի լավ թուրքերն են ասում են նախտ olsun eşk olsun, հա, ավելի լավ այն ինչ ունես, հա, քան այն խոստացած որ ասնես, թողած նիսիայի հետևից, նորից դա ժողովրդական դարերով եկած իմաստությունն է, հա, այս ժողովուրդը մի քիչ նաև ավանդապահ է նրանով, որ ինքը գիտի տասնյակ տարիներով, հարյուրավոր տարիներով ապրելով ինչ որ լծի տակ, ինքը գիտի, որ շատ բանշարժումները, հա, ավելորդ կարող են աղետալի լինել քո համար, դա նաև բնազդի մեջ մարդկանց կա եւ նրանք իսկապես լուրջ փոփոխությունների կողմնակիցներ չեն։ Վերջին հարցն եմ ուզում տալ շատ կարճ, ձեր կարծիքով դուք որևէ փոփոխություն զգացել եք կառավարության փոփոխությունից հետո։ Որոնք են այդ փոփոխությունները։ Գիտեք, տասնյակ գնահատականներ տրվել է, չափորոշիչներ տրվել է, հա, օդիոս։ Իմ համար տեսեք ինչ հետաքրքիր բան կա, որը շատ չի ասվել, բայց իմ համար շատ կարևոր չափորոշիչ է։ Քաղաքական գործչին կամ պաշտոնյային, նույն կառավարության անդամին դու գնահատական տալով չափորոշիչներից ոչ միայն իր անձնային հատկանիշներն է, հա, որի մասին խոսում ենք, ավելի կիրթ են միգուցե, հա, ավելի գեղեցիկ են, շատ կարևոր է, ավելի հռետոր են, ավելի հետաքրքիր անցած ճանապարհ են, ավելի լավ մենեջեր են, դա քիչ է։ Դու պետք է գնահատես նաև իրենց ընտանիքով, իրենց ծնողները, իրենց երեխաները, հա, եւ երբ որ դու նայում ես նոր մի քանի հոգումանը ուսումնասիրել եմ կառավարության անդամների կենսագրությունները, ծնողները կիրթ են, ծնողները, հա, մտավորականների կամ ինչ որ շատ կարևոր բժիշկների կամ երաժիշտների ընտանիք, երեխաները խուլիգան չեն, սովորում են դրսում, հա, լավ երաժիշտ են, լավ սպորտսմեն են, կամ լավ արդեն բիզնեսմենն են, հա, իսկական բիզնեսմեն, որ ոչ թե չակորթավոր, երբ որ դու նայում ես, հա, այդ շրջապատը իրանց, որի մեջ նրանք մեծացել են, միջավայրը, ընտանեկան, իրանց ստացած դաստիարակությունը այդ մեծերից եւ իրանց դաստիարակված երեխեքին, դու շատ ավելի ես իրանց վստահում, որտեղ նախկին կառավարությունում մարդիկ կային, որոնք ոչ այդ անցյալը ունեն, ոչ էլ ըստ իրանց երեխեքի ունեն ապագա։ Դա շատ կարևոր իմ համար չափորոշիչներից մեկն է, որը ինձ ինչ որ չափով, հա, հույս են ներշնչում, որ նրանք իսկապես, հա, ավելի լավ կղեկավարեն այս պետությունը։ Շնորհակալ եմ շատ, հարգելի ունկնդիրներ, լսում եք Թարմուղեղով հաղորդաշարը, նաև տեղեկացնենք, որ կարող եք դիտել մեզ 3w.lrtvakan.am կայքում, տաղավարում աշխատում էր Հայկո Իմինասյանը, իսկ հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն էր։ Հաջողություն։